Բարերեգո սիրելի հերոստատիզորներ, այսօրվա հաղորդումը հայրապետական նախկին քավազանագիր Հայր Խորեն Հովանեսյանի շրընթալից բացահայտումները Կարեկին բի մասին եւ Բելարուսի հագահայ նահանգ Ալեքսանդր Լուկաշենկոյի խայտարակված ըլլալու մասին։ Գրոնական առաջին թեման գրոնական քերակույն հոգևոր խորհրդի ժողովը եւ անոր հետ գված Կարեկինյան գաբիգությունները ըստ արժանահավատ աղբյուրներու սույն թվականի մայիսի 5-ին 6-ը Կարեկին Բ Չգաթողիկոսը քերակույն անշուշտ միշտ չագերդյալ հոգևոր խորհուրդ հրավիրած էր Կարեկինի ժամանակ հոգևոր խորհուրդ իսկական հոգևոր խորհուրդ որտեղից ինչպես որ արևելայեր են գսեն եւ 25 տարվա մեջ առաջին անգամ է որ այդ մասին Կարեկին Բ հաղորդակցություն չդարածած ինչու նախկին ժամանակներուն միշտ երկու հաղորդակցություն դարածած է առաջինով աստարարելով ժողովրդի մեկնարկը իսկ երկրորդով ժողովի ժամանակ իբրև թե գայացված որոշումները եւ այլ բարապաներ ու թադարգապանություններ ժողովին մի քանի օր առաջ ապրիլի 29-ին ի տշպախտություն Կարեկին Բ-ին եւ իր յետևին կանգնած KGB-իշնիկներուն Civic.am-ի դված հարցազրույցի ժամանակ Կարեկին առաջինի եւ երկրորդի նախկին քավազանագիր Խորեն Վարդապետ Հովանեսյան խիզախորեն բացահայտած եւ մերգացուցած է ամենայն հայոց ամոթ Կարեկին Բ-ի ժողով վարելու ընթացքը Կարեկինը ժողովները գործած է ստորացնելու եպիսկոպոսները միաժամանակ քանթելով հայ եկեղեցվո առաքելական ժառանգականության հիմները եւ ոտնագող ընելով սինոդականությունը Միասին դիտենք այս տեսանյութը եւ լսենք մեր զրուցակից հայտնի հրապարակախոս պարոն Ոսկան Մխիթարյանի եւ կշարունակենք մեր զրույցը Եվ այս անտարբերությունից օգտվելով Գարեգինը եւ իր չեքիստ Եզրաս arczepiskopos-ը Մոսկվայի ասպատակում են եկեղեցին, վարվում են այնպես ինչպես ուզում են, նրանք ուղղակի գլխատել են եպիսկոպոսած դասը, եպիսկոպոսները ասելիք խոսելիք չունեն, անգամ կարծիք ունենալ, կարծիք հայտնելու մասին անգամ չեմ խոսում, տեսեք մի սրբազան Աստվածաշնչի պատգամ ասեց եւ Գարեգինը տակնու վրա եղավ, այդ Գյումրիի սրբազանը, երբ որ խոսում էր Ստալինից ջատագովում էր, դա նա չէր խոսում, նրա շուրթերով Գարեգինն էր խոսում, նա Գարեգինը խարխլել է մեր եկեղեցու հիմնասյուները, մեր եկեղեցու բոլոր ցանկացած ավանդական եկեղեցիների հիմնասյունն է առաքելական հաջորդականությունն ու ժառանգականությունը, որը եպիսկոպոսներին, սրբազաններին իբրև մենաշնորհ տրվել է առաքյալների կողմից։ Սա սրբազաններին, եպիսկոպոսներին արգելել է, նրանց ձեռից խլել է ձեռնադրություն անելու իրավունքը եւ ուղղակի խարխլել մեր եկեղեցուն եւ մեր Իլհամ Ալիևից եւ Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու թեմից առաջ, որոնք փորձում են կեղծ պատմություն գրել եւ մեր առաջին լուսավորիչ առաքյալներին հանել մեր եկեղեցու տակից իրենցը դարձնել 25 տարի է առաքելականությունը, առաքելական հաջորդականությունն ու ժառանգականությունը մեր եկեղեցու տակից հանում խարխլում են մեր եկեղեցին Գարեգին երկրորդը եւ իր arczepiskopos Եզրասը եղբայրը Հայր Խորեն, հաշվի առնելով Բալթյան թեմի առաջնորդի խոսքերից հետո թե անմիջապես ինչպես արձագանքեցին Էջմիածնից, որն է ձեր կոչը հոգևորականությանը, եպիսկոպոսած դասին, որովհետև ես վստահ եմ, որ այս ամենից հետո շատերը կվախենան այլևս հայտնել իրենց կարծիքը, ինչպես արեց դա arczepiskopos Միրզախանյանը։ Եկեղեցում բացարձակ վախի մթնոլորտ է, ինչպես
Ստալինին նրանք պատահաբար չեն մեջբերում։ Ստալինը 20 միլիոն մարդու գնդակահարման հրաման է ստորագրել եւ բոլորին ուղակի գլխատել է 1-2 հոգի կային, որ խոսում էին, հանդիմանում էին, բայց խորհրդավոր պայմաններում երկուսն էլ վաղամերիկ եղան, Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը Պոլսի եւ Կուգարաս թեմի առաջնորդ Սեպու arczepiskopos Չուլջյանը ոչ մեկ կարծիք չի հայտնում Սեպու սրբազանը վաղամերիկ մի առիթով նույնիսկ ասած մենք ինչ arczepiskopos դառնությամբ եւ ամոթով խոստովանում էր ասում էր այս մարդը Գարեգինը անգամ մեզ գյուղի տերտերի հանգամանք չի թողել դառնությամբ կսկիծով այսպես խոստովանում էր մարդը իսկ Բալթյան երկրների սրբազանը կարծիք չի հայտնել ուղղակի ավետարանից մեջբերում է արել իր բառերով խաղաղություն, հաշտություն, օրհնություն, ինչպես հիշադակեցի Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 9-րդ համար ուղղակի արգելված է նաև ավետարան քարոզել, պետք է Ստալին քարոզել եւ նրանք այս 25 տարի, 40 տարի դա են արել, ինչ ավետարան ավակ շաբաթ օր երբ Գյումրու քաղաքապետարանից ընդամենը 100 մետր հեռավորության վրա տաճարում 7 վերքում դրված էր Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը եւ մարդիկ գնում խոնարհվում ծաղիկներ էին վերցնում ավակ շաբաթը մեր եկեղեցու ամենախորհրդավոր շաբաթ օրն է Քրիստոսի կյանքի վերջի շաբաթն է եւ երբ գերեզմանը 100 մետր տիրոջ գերեզմանը եկեղեցում է եւ դու Ստալին ես ջատագովում երանությամբ հիշում արդեն ամեն ինչ ասում է սա է Գարեգինի դեմքը ավակ շաբաթ օր երբ Քրիստոսի տերունական գերեզմանը Երևանի եկեղեցիներում էր մեր բազմահազար ժողովուրդը երիտասարդները անտեղյակ գնացել զվարճանում քեֆ էին անում Թաթուլի համերգին թող մասնագետներն ասեն ես մասնագետ չեմ ինչու է մեր ժողովուրդը այդքան սիրում արաբական, պարսկական, թուրքական ելևէջներ բայց խնդիրը դա չէ ես ուզում եմ հոգևոր եկեղեցական պրիզմայով նայել այս հարցին սա նաև բարոյականության ապրումակցումի սրտակցության հարց է Գարեգինը 16 տարի եղել է Երևանի առաջնորդական փոխանորդ եւ 25 տարի կաթողիկոս է եւ դե յուրե նաև Երևանի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է եւ 40 տարի ոչինչ չի արել այս մարդը որ իր զավակները իր ժողովուրդը Երևանում իմանան որ ավակ շաբաթ է դեռ Քրիստոսի գերեզմանը խորհրդանշական Երևանի տաճարներում դրված է աղոթքի շաբաթ է աղոթքի օր է այդ Թաթուլի համերգի բազմահազարանոց մեր երիտասարդները երբ որ ուրախանում ապարում էին նրանք տեղյակ չեն որ Քրիստոսի խաչելությունն է Քրիստոսի թաղումն է որտեղ եկեղեցին չի քարոզել եկեղեցականների Գարեգինի հոգը չէ իսկ վերջին 4-5 տարին մի բան է քարոզում հայոց պետականության կործանում եւ հեղաշրջում նա երբեք չի ասել երբեք իր քահանաներին սրբազաններին չի հրավիրել եւ ասի գնացեք գիշերային ակումբների համերգասրահների տերերին տնօրեններին բացատրեք խնդրեք ասեք որ ավակ շաբաթը ամենախորախորուրդ խորհրդավոր պահն է շաբաթն է քրիստոնյա աշխարհի եւ մեր կյանքում եւ մենք պետք է զսպենք մեր աշխարհիկ հաճույքները խնջույքները եւ աղոթքի գանք անգամ եթե հավատքի մեջ թերանում ենք երբ մենք լսում ենք որ մեր հարևանը կամ մեկ փողոց այն կողմ մահացած մարդ կա մենք հարգանք ենք ցուցաբերում երաժշտությունը չենք միացնում կամ ցածր ենք միացնում այս բազմահազար ժողովուրդը ովքեր ավակ շաբաթ գնաց Թաթուլի համերգին նրանց ոչ ոք այդ մասին չէր ասել որ Քրիստոսի խաչելությունն է մատնությունն է թաղումն է որովհետև Գարեգինը եւ Զրեզրասը կապ չունեն ավետարանի հետ մեր եկեղեցու հետ Սուրբ Հոգու հետ նրանց գործատուները Լուբյանկա 2 հասցեում են եւ նրանց դեմքն է նրանց պատճառով է որ մեր ժողովուրդը
անհավատ է մեծ մասը եւ անհաղորդ եւ անգամ այն քիչ հավատացյալները, որ Երևանի եկեղեցում աղոթում խոկում էին, այդ համերգի գնացած ժողովուրդը սրտակցություն ցույց տվեց, որովհետեւ տեղյակ չի, իրենց ոչ ոք չի ասել, չի բացատրել։ Էջմիածինը ինչ է անում, Գարեգին կաթողիկոս, այս երկրորդ կոչվածը ինչ է անում։ Տարին 2 անգամ հայտարարում է, կրակ ենք վառում, եկեք բոլորով թռնենք, նուռ ենք օժտնում, եկեք նուռ ենք բաժանում։ Այս է սրանց եկեղեցին, այս է սրանց քարոզչությունը եւ մեր ազգային խայտարակությունը։ Հայր Խորեն, դուք վստահ եմ տեղեկություններ կունենաք, որ ներսում շատերին Գարեգին Բ-ի պահվածքը դուր չի գալիս, կան նման մարդիկ, որոնց հետ դուք կապ եք պահում, բնականաբար հասկանալի անունները չեն կարող հնչեցնել, կան այդ տեսակ մարդիկ։ Անշուշտ կան, բարեբախտաբար կան, ինչպես ասեցի, սա մեր եկեղեցու առաքելականությունը հարվածի տակ է դրել, նաև սինոդականությունը ոտնակող հարել, ոչնչացրել, մի նոր կառույց է ստեղծել Հայաստանի առաջնորդներ եւ եպիսկոպոսներ, սա նորություն է վերջի 4 տարիների մի բան է, որ այս ժողովի անունով հակապետական, հակաիշխանական եւ հեղափոխական հայտարարություններ է անում։ Եվ երբ այս ժողովի ընթացքում սրբազան հայրեր ի պատիվ իրենց խոսում են եւ դեմ են խոսում, որ հեղաշրջման այս քայլերին եւ այլն, ոչ մի քվեարկություն չի անում, երբեք չի արձանագրվում, թե ով ինչ խոսած։ Այսպես է, եղբայրը Մոսկվայից Եզրաս arczepiskopos-ը հրաձայնում է իրեն, ասում է ապեր նոր եկա Լուբյանկայից, այս տեքստը տվել են, պիտի հրապարակես։ Ինքն էլ ամեն րոպե չի կարող Գերագույն հոգևոր խորհրդի նիստ հրավիրել, աշխարհի տարբեր մասերում են ապրում Գերագույնի անդամները։ Հայաստանցի եպիսկոպոսներին միանգամից ասում է հավաքեք, իբր քննարկում են անում եւ այլն, որոշները խոսում են, ասում են մենք դեմ ենք, որ այս սրբազանը դուրս գա փողոց, Սպիտակ Սավանով փաթաթվի եւ իբրև գանգի հանդես գա, պետականության դեմ գնա, մի քանիսը խոսում են, ինքը այո լսում, բայց երբեք քվեարկություն չի անում եւ չի արձանագրվում, որ այս սրբազանները դեմ արտահայտվեցին եւ վերջում բերում է այն տեքստը, ինչ որ եղբայրը Մոսկվայից ուղարկել էր, ստորագրում է այդ եպիսկոպոսների ժողովի անունով եւ հրապարակում։ Սա է պատկերը։ Պարոն Չապարյան, նախ կուզեմ շեշտ տնել Գերագույն հոգևոր խորհուրդ ըսված կազմակերպություն ասենք, ալ ինչ որ գուզեք ասեք։ Սիրելիներ, ասկի առաջ բազմիցս ասած ենք, որ Գերագույն հոգևոր խորհուրդը անվավեր մարմին մնե, որ դարիներու ընթացքին այն օրեն, որ Գարեգին երկրորդ ամենան հայոց կաթողիկոս զավթեց այդ աթոռը, Գերագույն հոգևոր խորհրդի զանազան մարմիններ մեջտեղ բերավ, որովհետև այդ բոլորը ինք կորոշե։ Ինչու ինք կորոշե, որովհետև ինք գիտե ովքեր են իր մանգլավիկները։ Հետևաբար այն ինչ որ Գերագույն հոգևոր խորհրդի անվամբ կլա, մեր եկեղեցու կանոնակրության համաձայն անվավեր է։ Այս բարակային ինչպես Խորեն Վարդապետ գմեգնապանե իր այցելության մասին շատ լրջորեն պետք է մոդենանք այս հարցին, որովհետև Գարեգին երկրորդ կաթողիկոսի խայտարակության գլուխ գործողությունների մեկն է ասիգա։ Մեկնած է Բելարուս օձելու եկեղեցիմը։ Նախ այստեղ ասենք, որ երբեք ագնարություն չկա իր մեկնումի մասին, ոչ էլ պաշտոնական հաղորդակցություն, որովհետև գիտեք, որ եկեղեցական այս մարմինը նախակահությամբ հայրապետին թշպախտաբար թեմ է ներկա իշխանության եւ հետեւաբար պիտի երթա երկիրը Ուրդագավին երեք երկարձեք ներկա իշխանության ղեկավարներ հայտարարեցին, որ մենք այդ երկիրը ոտքի չկողենք, որովհետև Բելարուս
ուրախությամբ եւ լավ ժմիդով հայտարարեց, որ ինքը զորավիք կանգնած է Ադրբեջանին չարթելու հայերը։ Երկրորդ հայտարարությունը գվերապերի այն փաստին, թե ինչպես Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո եւ իր կորձագալ աշխատագից KGB էշնիկ Կարեկինբն ինչպես հայտնվեցան խայդարակ իրավիճակի մեջ։ Սույն թվականի մայիսի 17-18-ին KGB-ի եւ FSB-ի ռուսաստրուկ կորձագալ Կարեկինբն քնած Բելարուս։ Ըստ արժանավատ աղբյուրներու թեր 6 ամիս առաջ Մոսկվայեն հրաման ստացած էր երթալու Մինսկ եւ եկեղեցի օծման բادرվագով եկեղեցի օծման ձախած զածգույթի դակ հանդիպելու Բելարուսի հագահայ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որբեսի շքանշան ստանար վերջինս։ Այս թավաջանական հագաբեդական քայլով Կարեկինը պետք է արիտ ընձեռեր, որբեսի Կրեմլը եւ Լուկաշենկոն հերթական եւս մեկ անգամ ըստորացնեն Հայաստանը եւ անոր ժողովրդին կողմէ ընտրված վարչապետին։ Կարեկին չգաթողիկոսը Բելարուս չքնած ներողություն, քատ Կարեկին չգաթողիկոսը Բելարուս քնած, բայց վերջին բահին աղաչեց ու բաղադրեց FSB-ին, որբեսի չեղարգեն իր հանդիպումը Լուկաշենկոյի հետ։ Ինչու իր այցեն երկու շաբաթ առաջ խորեն վարդապետ Հովհաննեսյան մեկ այլ խիզախ բացահայտում հրավ լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ հարցազրույցի ժամանակ, որ կանխարգելիչ բացահայտում եղավ, բռնեց Կարեկինի արյունաթաթախ ցերկը եւ թույլ չտվավ վերջինիս նվաստացնել Հայաստանը հերթական եւս մեկ անգամ։ Ըստ այլ աղբյուրներու Կարեկինը հայր խորենի հարցազրույցը Մոսկվայի իր դերերուն ցույց տալով խնդրած է, բաղադրած է, որ իրեն ազատեն այս մեկ հրամանը կատարել են, ասելով որ եթե ամեն բան կատարե ինչպես հրամայած են Մոսկվայեն, գուցե չկարենա այլևս Հայաստան վերադառնալ։ Նույն արժանավատ աղբյուրները կբնթեն, որ Կարեկին գդրիջը, ես պիտի ասեի գդրիջիգը, այնքան սարսափահար եղած է հայր խորենի խիզախ բացահայտում են, որ անգամ որ նույնիսկ Բելարուս այցի մասին Էջմիածնի դարածած մամլո հաղորդակցության մեջ վախծած է հիշել Լուկաշենկոյի անունն իսկ ուր մնաց որ անշնորհակալություն հայտնի Ալեքսանդր Լուկաշենկոյին վերջինիս եկեղեցի գառուցելու նպատակով անցամբ հողադարած դրամատրելու համար։ Կարեկինը այնքան դակնաբաց էր, որ օծումեն հետո լքած է խորանը եւ նույնիսկ սուրբ պատարակ չեմադուցած։ Կրնակ պատկերացնել կաթողիկոսը առաջին անգամ գայցել է համայնքը եկեղեցի գոձե եւ սակայն պատարակ չի մադուցեր։ Սա չդեսնված, չլսված խայդարագություն է։ Վաշխարու Կարեկինը ինչու այսպես դեվաբես եւ կանոնավոր կերպով խայդարակ իրավիճակներու մեջ գայտնվի, որովհետեւ ինքը իր էությամբ վաշխարու է եւ իր արմատներով, իր գենոֆոնդով, իր մտքով, հոգով ոչ մեկ աղերս չունի մեր նախահայրերու, մեր հավատացյալ ժողովրդին, Աստծո հայրենիքի եւ Սուրբ Եկեղեցին հետ։ Իհագաբատկեր չկաթողիկոս Կարեկինբին Գագիկ Զարուկյանը Մինսկի հայկական եկեղեցի փակեն հարցազրույց տվավ օծման բահին եւ ասավ որ իր խնդրանքով է որ Լուկաշենկոն եկեղեցի հողը դրամատրած է։ Միասին դիտենք հայր խորենի ելույթեն հատվածը եւ կշարունակենք մեր զրույցը։ Քանի դեռ Ռուսաստանը եւ Ադրբեջանը
դաշնակիցներ չէին դարել, բոլորն ասում էին ունենք այն, ինչ որ ունենք։ Ուղղակի այս կաթողիկոսը եւ իր եղբայր arczepiskopos Եզրասը ծառայում էին Մոսկվային, բայց հիմա 4-5 տարի է նրանք ծառայում են Մոսկվային եւ Բաքվին։ Բաքուն եւ Մոսկվան դաշնակիցներ են եւ նրանց գործունեությունը հայաստանյան հակապետական ուղղակի անհանդուրժելի է դառնում։ Նրանց չեքիստ լինելը, ԿԳԲ-ի գործակալ լինելը գրեթե օրինաչափություն էր մինչև 4-5 տարի առաջ, բայց այլևս ազգային անվտանգության խնդիր է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա հաջորդ ամսի 17-ին նրան Լուբյանկայից հրաման է իջել, ես ամբողջ տեղեկությանը տիրապետում եմ, պետք է գնա ողջագուրվի Լուկաշենկոյի հետ, պետք է գնա նվերներ, շքանշաններ փոխանակվի Լուկաշենկոյի հետ։ Սրանք հասկանում եք, Ժիրայր ջան, չափազանցություն չէ։ Լուկաշենկոն բողոքել է Մոսկվա եւ ասել, որ ձեր պատճառով Փաշինյանը ինձ հրապարակավ, ապտակեց եւ ասաց, քանի դեռ Լուկաշենկոն նախագահ է, Հայաստանից ոչ մի պաշտոնյա չպիտի գա։ Բողոքել է, որ ձեր պատճառով հարվածները ես եմ ուտում եւ Մոսկվայից նրան նվեր են արել։ Ասել են, որ հիմա մենք քեզ մի հատ կաթողիկոս կտանք, մի հատ էլ օլիգարխ, պաշտոնյա չեն կարող տալ, նույնիսկ Լուկաշենկոն պատրաստվում է, ես տեղեկություն ունեմ, իր օդանավը ուղարկել, որպեսզի մայիս 17-ին Գարեգինին տանի Մինսկ։ Այնտեղ ծխական համայնքային մի փոքր եկեղեցի են կառուցել, ոչ Այա Սոֆիա 2-ն է, որ կաթողիկոսը անձամբ պիտի գնա օծի, ոչ էլ Բելարուսի համայնքը տվել է աշխարհին Այվազովսկի կամ Շարլ Ազնաուր։ Ուղղակի ուզում են Հայաստանին ստորացնել, նսեմացնել եւ Լուկաշենկոյի, կներեք այդ բառը պիտի ասեմ, Եզրասը, Գարեգինը, Լուկաշենկոն պատցան են, այդ պատցանական իր ամբիցիաներին հագուրդ տալու համար ուզում են ասեն, տես մենք քո մոտից կաթողիկոս ենք տանում Մինսկ։ 3 տարի է Ուկրաինայի հայ համայնքը 400,000-անոց հրթիռակոծությունների տակ է, այս մարդը իրենց ստորագրում է ամենայն հայոց, դու ինչ ամենայն հայոց, մեկ անգամ այդ նահատակ զոհվող զրկանքներ կրող համայնքին ոչ մի օրհնության, քաջալերանքի խոսք չի ուղղել, ել չեմ ասում, որ գնա իր այդ պատերազմի հարձակումների տակ գտնվող հոտին այցելի 400,000-անոց հայ համայնք 3 տարի պատերազմի մեջ անտեսված 100%-անոց իրեն ամենայն հայոց կաթողիկոս համարող Գարեգին II-ի կողմից, սա ամենայն հայոց կաթողիկոս չէ, սա ամենայն հայոց ամոթ է։ Ուղղակի Գարեգինը եւ իր եղբայրը այնպիսի դավաճանական քայլեր են անում, որ Պետրոս Գետադարտ դավաճան կաթողիկոսը սրանց կողքին հրեշտակ է երևում արդեն։ Տեսեք, Մոսկվան ում է պարգևատրում, ում է շքանշաններ տալիս Ալիևներին եւ Ներսիսյան եղբայրներին, Գարեգինին եւ Եզրասին։ Ալիևներին տալիս է, որպեսի հարձակվեն, Սյունիքը գրավեն, խնդրում, հորդորում, պարտադրում է, իսկ Գարեգին Ներսիսյաններին տալիս է, եղբայրը մի ամիս առաջ ստացավ, իսկ Գարեգինին շքանշանը տվել էին Արցախի շրջափակումից մեկ ամիս առաջ։ Ալիևներին տալիս են, որպեսի հարձակվեն Հայաստանի վրա, իսկ այս Ներսիսյան եղբայրներին տալիս են, որպեսի Ներսիս ջլատեն եւ դարպասները բացեն թշնամու առաջ։ Սա է մեր իրականությունը եւ չգիտեմ ինչպես պիտի մեր ժողովուրդը հանդուրժի, որ այս դավաճանական քայլը ամսի 17-ին անեն եւ այս հրեշը գնա եւ մեր երկրի ընտրված իշխանություններին եւ Հայաստանի Հանրապետությանը այդպիսի հարված հասցնի, ողջագուրվի, շքանշաններ Լուկաշենկոյի հետ, ով որ հայտարարել է, որ մասնակցել է Հայաստանի դեմ պատերազմին, քննարկել է այդ պատերազմը Ալիևի հետ։ Պարոն Չապարյան, լսել է այդ հայրխորենի հայտարարությունները, ինչպես նաև Զարուգյանի հայտարարությունը, մտքիս մեջ ամիշաբես արտնցավ այդ միտքը, որ
արդյոք եթե Ալիևը մեզի հողադարածք մտա, հոնալ եկեղեցի կգառուցենք։ Շատ հետաքրքրական է։ Այս բոլորը բադայցան, որովհետև Կարեկին երկրորդ կաթողիկոս ինքզինք քաղաքականության մեջ մխրջած է։ Աշխարհը գիտե, թե ինք որուգը սպասարկե։ Ոչ ստիրոջը, ոչ ավետարանին, այլ քաղաքական վերին մարմիններուն, որոնք իր ետին կանգնած են, եւ ինքը այդ բոլորը փառք կնկատե։ Փողանակ փառք նկատելու իր հոգևորական աշխարհը, որն համար ձուն եկած էր ծառայելու իր ժողովրդին, բայց ափսոս, որ այդ բոլորեն հերու է, սնանգացած է ինք եւ սնանգացուցած է մեր եկեղեցին այսօր, իր հետ նաև այդ մանգլավիկները, որոնք դիվ եւ քիշեր գվարգապեգեն մեր եկեղեցին։ Քնած այդտեղ երկիրը, որ հբարդորեն ասա, որ մենք ուրախությամբ կհայտարարենք, որ դեր կանգնեցանք Ադրբեջանին, որբեսի հայությունը արյունակամն է եւ գործընծուցինք մեր հազարամյա երկիրը, Արցախը, ավասիկ քնած այդ երկիրը, բայց որովհետև քաչությունը չուներ եւ գիտեր քլխուն ինչ կրնարկալ, բادرակցրավ օզումանելով հերացավ ամիջապես։ Այստեղ մեր ժողովրդին գուզենք նաեւ հիշեցնել, որ իր գրծերի եղբայրը անցյալի Մոսկվային եւ որ թիմեցին իրեն որպես տեղույն առաջնորդ, որ երթա եկեղեցիմը օձե $50,000 ուզածեր, մամուլի մեջ կրված յացիկա, արդյոք Կարեկին կաթողիկոս ինքնալ թրան բանջեց այս բարակային, դեղյակ չենք, որովհետև ամեն ինչ ձազուկ է, հարցոն է, որ այս բոլորը խայդարագություն են, ահավասիկ անգամ եվս մեր սիրելի ժողովրդին գոչ կնենք, անարժան այս կաթողիկոսը պետք է հերացնել աթորեն, մեր եկեղեցին ունի շատ արժանավոր եկեղեցականներ, բայց Կարեկին երկրորդ կաթողիկոս իր շուրջ հավաքած է անարժաններ, որոնց հետաքրքրությունը Սուրբ Քրոջ սերտողությունը չէ, որոնց հետաքրքրությունը ողորմածությունը չէ, որոնց հետաքրքրությունը ժողովրդի ծառայությունը չէ, այլ միայն մամոնան է, փառքն է, որովհետև որպես փոքրավոր գնային թե մեծավոր ինչ կնե, իր միակ հետաքրքրությունը թանն է եւ փառքն է, վերջ պետք է դալ այս անձի պաշտամունքին, որովհետև հայ եկեղեցին պետք ունի նոր հոգևոր առաջնորդներու, որպեսզի դուրս ելե այս նեղած մթնոլորտեն։ Շատ կովելի է, որ հայր Խորեն Հովանեսյան ինքնա մեգուսացումեն դուրս եկավ եւ իր պետք է ասել մեծ քանակությամբ չսելու համար անսահմանափակ դերակցությունները եւ փաստերը սկսավ ներկայացնել մեր հանրության եւ հայր Խորեն իշարս այլ նոր երդասարտներու եւ Հայաստանի եւ Սփյուռքի մեջ գպատկանի այն ոսկե սերունդին, որ դարիքի սահմանապակում չունի, ոսկե սերունդ գլան այդ մարդիկ, որոնք 18-ին, 88-ը, նույնիսկ 108 տարեկան են, բայց իրենց միտքը, իրենց օրիենտացիան հայկականությունն է, իրենց հավատարմությունը հանդեպ Հայաստանյաց արաքերական եկեղեցու եւ հոգեվոր արժեքներով նվիրապերումն է համամարտկային արժեքներուն եւ նաեւ հավատարմությունն է հայոց պետականության ի հակապատկեր այս ռսաստրուկ վաշխառուներուն, որոնք հին քողապետական ռեժիմներու հետ մեղսակ սապար հայ ժողովրդի գլխին փերին 2020-ի 44 օրյա արհավիքը իրենց ծայրահեղ անընդունելի, թադաբարդելի թավաճանական գեցվածքով եւ կորձունեությամբ
եւ ի թշպախտություն այս ռսաստրուկներուն եւ նույնիսկ արեմդաստրուկներուն կարևոր չէ որ միան ռսաստրուկը լա որ մեկը պարազիտ ըլլալը հայտնի ըլլա մենք գարիք ունենք ինքնիշխան քաղաքացի մենք գարիք ունենք ինքնիշխան հասարակության որովհետեւ մենք կարողանանք ինքնիշխան պետություն կերտել միասին եւ այս նոր սերունդը ունի այդ ադաղցը ուրախությամբ ես կարծանակրեմ եւ իմ ուխտս որ 44 օրյա ժամանակ ես ընդունեցի որ բիդի ամեն ինչ իմ կյանքի մեջ ինչով որ գրնամ թեկուզ փոշի չափ նվիրապերել Հայաստանի անկախության ինքնիշխանության պաշտպանության իմ համեստ ներդրումը բերելու իշարս հազարավոր չսելու համար 100 հազարավոր հայ զինվորներու եւ հայասեր օդարներու ուրեմն այդ ընթացքը պիտի շարունակենք ցերցերքի ուսուսի մեր հայացքը հարելով 2026-ի խորհրդարանական ընտրություններուն եւ ամեն ինչ ընելով որ լիկվիդացիայի ենթարկենք այս ռսաստրուկները այս թալանչիները սկսած Ռոբերտ Քոչարյանեն միջև Սերժ Սարգսյան իրենց թուլաները իրենց գլանագիցները նույնպես եւ Քարեքին երկրորդը իր արյունագից եղբայրը Եզրասը եւ Սփյուռքի մեջ իրենց գլանագիցները այնպես որ մենք բարդավոր ենք ներքաղաքական եւ միջեկեղեցական ցանկը բարեփոխելու առողջացնելու Սիրելի ժողովուրդ ժամանակը հասած է որ բոլորս միասնապար մաքրենք եկեղեցին այս եկեղեցին զորասյուն է եղած է պատմության ընթացքին մեր իշխանության մեր երկրին այսօր ժամանակը հասած է եթե Քարեքին երկրորդ կաթողիկոս ինքը հրաժարի մեր ժողովուրդը միահամուռ պետք է հրաժարեցնե Քարեքին երկրորդ կաթողիկոսը այդ աթորեն եփերը արժանավոր քաղաքալմը այդ աթորին որ վայել է մեր ժողովրդին